Հեյ, ձին ներս տար։ Իտալական հեքիաթ։ Սայլապան Պետրուչոն ամուսնացավ։ Հարսանիքից հետո ջահել կնոջը տուն բերեց ու ասաց. Սրանից հետո Ռոզինա, մենք երկուսով միասին լավ կապրենք։ Ես դրսում կաշխատեմ, իսկ դու տան գործերը կանես։ Աշխատանքից ես չեմ վախենում։ Կուզես լուսաբացից մինչև կեսգիշեր հրամայիր ինձ ձի քշել։ Դա ինձ համար ոչինչ չարժե։ Բայց իմացիր, հենց որ տուն եկա, վերջ ամեն ինչին։ Մնացած բոլորը քո գործն է։ Հենց որ սայլը կանգնեցրի դարպասի մոտ, ձայն կտամ։ Հեյ, ձին ներս տար։ Դու իսկույն դուրս կթռչես։ Այ տեր պակաս, ասաց Ռոզինան։ Չեմի, քո ձիու ետևից քարշ պետք է գամ։ Ինչպես թե քարշ գաս։ Չէ որ հարկավոր է նրան լծից արձակել, կերակրել, ջրել։ Ուրեմն իմացիր, հենց որ ձեն տամ, հեյ ձին ներս տար, դու այտես, քեզ ասում եմ։ Ամուսնու խոսքը կտրեց Ռոզինան։ Ես ձիուն մատս էլ չեմ կպցնի։ Հորանցս տանը ինձ այդպիսի բան չեն սովորեցրել։ Դու մի անհանգստացիր, ասաց Պետրուչոն։ Ես քեզ ամեն ինչ կսովորացնեմ։ Ձին կքշես բակ, չեմ քշի։ Այսինքն, ինչպես թե չես քշի։ Երբ ես ձայնեմ, հեյ ներս քաշիր ձին, դու ձայն կտաս, իսկ ես տեղիցս էլ չեմ շարժվի։ Լսի Ռոզինա, ասաց Պետրուչոն, ինձ համբերությունից մի հանիր, ավելի լավ է ձին ներս քաշիր։ Չեմ քաշի, ճչաց Ռոզինան։ Այստեղ Պետրուչոն էլ սկսեց գոռգոռալ։ Հենց հիմա ներս քաշիր։ Չեմ քաշի, քաշիր ասում եմ։ Ես էլ ասում եմ չեմ քաշի։ Աղմուկը լսելով վազեցին եկան հարևանները և սկսեցին նորապսակներին հարց ու փորձ անել։ Էս ինչ է կատարվում էստեղ, ինչի համար եք վիճում։ Պետրուչոն սկսեց հարևաններին բացատրել։ Նայեք, կինս չի ուզում ինձ օգնել։ Ես ասում եմ ձին ներս տար, իսկ նա ասում է չեմ տանի։ Բա մոտ չի, որ այդպիսի բանի համար կռվում եք, ասաց ծերուկ Ջուզեպեն։ Տվեք ձեր ձին, ես ներս տանեմ։ Որտեղ է ձին։ Գիտեք ինչ, ընկճվեց Պետրուչոն։ Առայժմ մենք ձի չունենք, ես նոր պետք է գնեմ։ Ուղղակի այդտեղ բոլորը ծիծաղեցին և վեճը հարթվեց։